Բալես, նայի քեզ ինչ եմ վերել, քո սիրած պաղպաղակն է։ Համել չես նեղանում չէ, որ այս անգամ չեմ կարողանալու հանդեսիտ լինեմ։ Ինձ էլ հասկացի, տատիկիդ լիքը օգնելու բաներ կան, պիտի գնամ իրա տուն։ Խոստանում եմ հաջորդ անգամ անպայման ներկա կլինեմ։ Լավ էլի մամ, ամեն անգամ ինձ հետ կաշառում ես ու հանդեսի չես գալիս։ Ու խնամանորյա հանդեսը տարին մեկ արինում, իսկ ես շատ երկար պատրաստվել եմ այս օրվան։ Տղես, ինձ էլ հասկացի, հա, գիտեմ, որ շատ կարևոր է քո համար, բայց այս անգամ պապան կգա։ Լավ էլի մամ, գոնե ոչ պապան, ասենք քերին, հոպարը, կամ օրինակ մեր հարևան Արմեն ջաջան, բայց ոչ պապան, չէ էլի։ Բալես, ինչեր ես խոսում։ Ոնց կարա պապայիդ փոխարեն ուրիշ մարդ գա։ Ման պապայի հետ միշտ վատ է անցնում։ Մոռացել ես անցած տարի հանդեսս նայելուց այնքան ծիծաղեց, որ խայտառակ եղանք։ Հա, բայց ծիծաղալու մեջ ինչ վատ բան կա, Բալես։ Մա ոչինչ որ մենք գիքորն էինք բեմադրել։ Վերջում էլ մոռացել էր դպրոցում։ Բալես, այս անգամ ես խոսել եմ պապայիդ հետ։ Հաստատ ամեն ինչ լավ է անցնելու։ Ես էլ կաշխատեմ շուտ վերջացնեմ ու հետ գամ։ Գյումրից, մամ։ Վերջ գանձեր, ես պատրաստ եմ։ Խաչիկ, ինչի՞ չես հագնվել, արագացրա, հանդեսից հետ ուշացանք։ Պապ, ինչի ես տենց ուրախ։ Որովհետև այսօր տղուս ամանորյա հանդեսն է։ Նես տպավորություն է, որ ոչ թե իմ հանդեսն է, այլ քո։ Ինչի դու այն թևավոր խոսքը չես լսել, որ ասում է տղուս հանդեսը իմ հանդեսն էլ է։ Աշոտ, քեզ նորմալ կպահես։ Գոնե այս անգամ խայտարակ չանես։ Հələ դեմքից նա, ես խայտարական ուղի տպավորություն եմ թողում, հա քո մոտ։ Խեչո, ավտոն տաքացնում եմ, արագացրա։ Բալես չնեղվես, հա։ Այս անգամ հաստատ ամեն ինչ լավ է անցնելու։ Ոչինչ տվես, սաղի հետ էլ է դեպքը լինում է պարտադիր, դու մի նեղվի, պինդ կաց։ Բալես, նայի քեզ ինչեր եմ վերել։ Ոնց անցավ հանդեսդ, ոնց բարեցիք։ Հանդեսին չեմ մասնակցել, մամ։ Փորձի ժամանակ ինձ ուղարկեցին հիվանդանոց հետո տուն։ Ոնց։ Վայ քորանամ ես։ Էս ինչ ա եղել։ Մենակ չասես, որ կռիվ ես արել։ Չէ, մամ ջան, կռիվ չեմ արել։ Բա ինչի ամբողջ դեմքդ վերք։ Հեն Աշոտ։ Պապայի արև ես կապ չունեմ։ Բալես, գոնե դու կբացատրես հասկանամ ինչ ա եղել։ Հանդեսից առաջ մեր դասարանից ես ու Արսենն էինք եկել, երկուսով ենք։ Պապան էլ ասաց, հետո ինչ որ երկուսով եք, հələ շուրջ բարը փորձեք նայեմ։ Ու բարելուց հետո պարզվեց, որ Եղևնու շուրջ երկու հոգով շուրջ բար բռնելը շատ վատ միտք էր։ Աշոտ!